Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Բելգիայի թագավորություն աշխատանքային այցի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ է ունեցել։ Արփինե Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Մոլդովայի ներքին գործերի նախարար Դանիելա Միսայել-Նիչիտինին։ Քննարկվել են կազմակերպված հանցավորության, հիբրիդային սպառնալիքների եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության առնչվող հարցեր։ Ընդգծվել է հատկապես կրիպտոարժույթով կատարվող հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կարողությունները զարգացնելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաեւ ներքին գործերի նախարարության կրթական հաստատությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի։ Եվրոպական սահմանային եւ ափամերձ տարածքների պահպանության գործակալության գործադիր տնօրեն Հանս Լեյտենսի հետ հանդիպանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է Եվրոպական միության հետ ակտիվ երկխոսությունը, ներկայացնելով վիզաների ազատականացման համատեքստում ընթացող բարեփոխումները։ Կողմերը քննարկել են սահմանների կառավարման եւ անվտանգության ոլորտին վերաբերող մի շարք հարցեր։ Ներքին գործերի նախարարը անդրադառնալով բիոմետրիկ համակարգի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքներին, ընդգծել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների շրջանակում դրանց ռազմավարական նշանակությունը։ Արփինե Սարգսյանը կարևորել է Ֆրոնտեքսի հետ բազմակողմանի համագործակցությունը եւ ընդգծել այն ընդլայնելու պատրաստակամությունը։ Հանս Լեյտենսը այցի համար շնորհակալություն հայտնելով նախարար Սարգսյանին բարձր է գնահատել ներքին գործերի նախարարության հետ արդյունավետ համագործակցությունը։ Կողմերը փոխադարձ այցերը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել։ Արփինե Սարգսյանը հանդիպել է նաև Բելգիայի թագավորության անվտանգության եւ ներքին գործերի նախարար Բերնար Կանտանի հետ։ Նախարար Սարգսյանն ընդգծել է երկու երկրների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների ամրապնդման եւ շարունակական զարգացման կարեւորությունը։ Հանդիպանը քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման, մասնավորապես ոստիկանության տարբեր ստորաբաժանումների արդյունավետ փոխգործակցության, կրթական ոլորտում կարողությունների զարգացման ուղղությամբ հարցեր։ Նախարար Սարգսյանը նաև շփումներ է ունեցել Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին Դը Բոլի ու մի շարք այլ երկրների գործընկերների հետ։ Հիշեցնենք, որ Բրյուսել կատարած այցի շրջանակում ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մասնակցել է միգրանտների անօրինական միգրացիայի կազմակերպման դեմ պայքարի գլոբալ դաշինքի երկրորդ միջազգային համաժողովին, որի ներկա էին շուրջ 80 պատվիրակություններ։ Կառավարությունը դեկտեմբերի 11-ին նիստում հավանություն է տվել ներքին գործերի նախարարության ոստիկանության մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթին, որը ներկայացրել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։ Արմեն Մկրտչյանի խոսքով ներքին գործերի նախարարության կառուցվածքում նախատեսվում է ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ։ Այն հանրապետության ողջ տարածքում լինելու է արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման եւ օգնության տրամադրման արդյունավետ համակարգ։ Առաջարկվում է ներքին գործերի նախարարության կառուցվածքում ստեղծել օպերատիվ կառավարման գրասենյակ, որի հիմնական գործառույթները կհանդիսանան օպերատիվ իրավիճակի շուրջօրյա մշտադիտարկումը, ճգնաժամային իրավիճակների կառավարումը, այդ թվում ճգնաժամային հեռախոսազանգերի, ինչպես նաև այլ եղանակով ստացված տեղեկությունների ընդունումը, օպերատիվ արձագանքի կազմակերպումը, ինչպես նաև արձագանքող ուժերին անհրաժեշտ կողմնորոշիչ տեղեկությունների տրամադրումը։ Արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրանց սպառնալիքի դեպքում, ինչպես նաև բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների անցկացման ժամանակ տարբեր արձագանքող ուժերի ներգրավման կազմակերպումը, բնակչության ազդարարման ու իրազեկման, ինչպես նաև հանրային միասնական հաղորդակցության ապահովումը։ Ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ ստացված տեղեկությունների մասնագիտական վերլուծության իրականացումը, որոնք ճգնաժամային կառավարման համար պետք է ապահովեն անհրաժեշտ տեղեկատվական բազա եւ օգտագործվեն հետագա կանխարգելիչ միջոցառումների արդյունավետ իրականացման համար։ Արմեն Մկրտչյանը ընդգծել է, որ օպերատիվ կառավարման գրասենյակի ստեղծմամբ պայմանավորված կդադարեցվի ոստիկանության օպերատիվ կառավարման եւ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնների գործունեությունը։ Դրանց տեխնիկական համակարգերն ամբողջ ծավալով կփոխանցվեն օպերատիվ կառավարման գրասենյակին։ Ոստիկանության եւ փրկարար ծառայության ահազանգերի հեռախոսահամարների 102 911 101-ի փոխարեն առաջարկվում է նախատեսել արտակարգ իրավիճակների կանչերի 112 հեռախոսահամարը, որը Եվրոպական միությունում առավել տարածված եւ բնակչության կողմից առավել ճանաչելի արտակարգ իրավիճակների կանչերի հեռախոսահամար է։ Այդ հեռախոսահամարի նախատեսումը գնահատվել է որպես դրական քայլ նաեւ Հայաստան-Եվրոպական միություն վիզաների ազատականացման գործընթացում։ Օպերատիվ կառավարման գրասենյակի ձևավորումից անմիջապես հետո երկրորդ փուլով աշխատանքներ կտարվեն գրասենյակի կարողությունների զարգացման, ինստիտուցիոնալ կայացման ու շտաբ բժշկական օգնության կանչերի սպասարկման գործառույթը եւս օպերատիվ կառավարման գրասենյակին փոխանցելու ուղղությամբ։ Միաժամանակ արձագանքի ապահովման ժամկետների կրճատման նպատակով արդի ծրագրային եւ տեխնիկական լուծումներով կգործարկվեն ինքնաշխատ ազդարարման կատարելագործված մեխանիզմներ, կբարելավի ահազանգերի տեղորոշման ճշգրտությունը, ահազանգերի սպասարկումը կիրականացվի ըստ դրանց հրատապ
խապության եւ կարեւորության, ինչպես նաեւ կնախատեսվեն ահազանգը սպասարկող նոր հաստիկներ, ընդգծել է Արմեն Մկրտչյանը։ Նախագծերի փաթեթն առաջիկայում կքննարկվի ազգային ժողովում։ Նիստը ավարտված է, շնորհակալություն։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը մասնակցում էին ներքին գործերի նախարարության, ոստիկանության ղեկավար կազմի, ԵՄ պատվիրակության, ԵՄ հաստատությունների, Ֆրոնտեքսի ներկայացուցիչներ եւ ԵՄ անդամ պետությունների ոլորտային փորձագետներ։ Փոխնախարար Մկրտչյանը ներկայացրել է ներքին գործերի նախարարության, մասնավորապես ոստիկանության ոլորտի բարեփոխումների ընթացքը եւ հավելել, որ դրանք համակարգի զարգացման պատմության մեջ կառուցվածքային տեսանկյունից ամենակայացածն են ու մասշտաբայինը։ Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների ռազմավարության արդյունքներին, Արմեն Մկրտչյանը կարևորել է 4 հենասյունային ուղղությունների ձևավորումն ու դրանց համաժամանակյա զարգացումը, ընդգծելով գործառութային հստակ տարանջատման նշանակությունը։ Խոսելով հանցավորության դեմ պայքարի քաղաքականության մասին, փոխնախարար Մկրտչյանը նշել է, որ մշակվել է հանցավորության կանխարգելման ռազմավարական ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի կառավարության հավանությանը։ Ռազմավարությամբ կնախանշվեն հանցագործության կատարմանը նպաստող գործոնների վերհանման եւ չեզոքացման ուղղությամբ հստակ միջոցառումներ։ Հանցավորության գլոբալիզացիայի տեմպերին համընթաց փոխնախարարը կարևորել է նաեւ ոստիկանության տեխնիկական, ծրագրային ապահովվածությունն ու միջազգային համագործակցության ընդլայնումը։ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է նաեւ անչափահասների հետ տարվող աշխատանքների, օրենսդրության լավարկման, տվյալների վերլուծության ու վիճակագրության վարման ուղղություններով անելիքները։ ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչները նշել են, որ ներքին գործերի նախարարության ոստիկանության ворթեգրած քաղաքականությունը վերաբերելի է գործողությունների ծրագրով նախանշված հասարակական կարգի եւ անվտանգության ուղղությանը։ Այն ընդգրկում է կազմակերպված հանցավորության, անօրինական թմրաշրջանառության դեմ պայքարի եւ այլ ոլորտներ։ Առաքելության մասնակիցներն առաջարկել են հանցավորության կանխարգելման ռազմավարության ընդունումից հետո դիտարկելու նպատակով այն տրամադրել նաեւ ներգրաված փորձագետներին։ Նշվել է, որ գործողությունների ծրագրի առաջընթացը գնահատելու համար նախորդ առաքելության վերլուծությունը եւ եզրակացությունները կդրվեն առաջին հաշվետվության հիմքում։ Գործընկերության ամրապնդման տեսանկյունից կողմերը կարևորել են Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպայի նշանակումը։ ԵՄ գնահատման առաջին առաքելության ներկայացուցիչների հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ։ Ջրային ռեսուրսներն ու կենսաբազմազանությունը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեն եւ շատ կարեւոր է, որ դրանց պատշաճ պահպանությունը քաղաքացիների պատասխանատու հանձնառությունը լինի։ Նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը պայմանավորված Սիգի ձևադրման ժամանակաշրջանով խստիվ արգելվում է Սևանալճում Սիգի արդյունագործական ворսը։ Ապօրինի ձկնորսության դեպքերը կանխելու նպատակով Գեղարքունիքի մարզի գումարտակի ջրային պարեկները շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության աշխատակիցների հետ համատեղ դեկտեմբերի 5-ից Սևանալճում եւ հարակից տարածքներում ակտիվացրել են հսկողությունը, ինչի արդյունքում հայտնաբերել են ձկնորսական ցանցեր եւ ձկնագողության դեպքեր։ Դեկտեմբեր ամիսը համընկնում է Սիգ տեսակի ձկնատեսակի ձվադրման հետ, այդ իսկ պատճառով նշված ժամանակահատվածում Սիգի ворսը արգելված է։ Իրականացնում ենք մի շարք կանխարգելիչ միջոցառումներ։ Հանրային իրավագիտակցությունը բարձրացնելու նպատակով ջրային պարեկները ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիների շրջանում նախապես իրականացրել են իրազեկումներ, բացատրական աշխատանքներ։ Էկոպարեկային ծառայության հետ բացի լճի վրա իրականացնում ենք նաև ափամերձ հատվածներում ծառայություն, հսկողությունը ուժեղացրել ենք հատկապես լողամիջոցների դուրսբերման նկատառումներով, ինչպես նաև ворսամիջոցների, ворսագործիքների դուրսբերման նպատակով։ Իրավախախներին հայտնաբերելու ուղղությամբ շուրջօրյա ծառայություն իրականացվում կիրառելով նաև անօդաչու թռչող սարքեր։ Ջրային պարեկներն ու էկոպարեկային ծառայության աշխատակիցները հորդորում են ռիսկի չդիմել, ցանկացած իրավախախտ հայտնաբերվելու եւ պատասխանատվությանը ենթարկվելու։ Համագործակցում ենք ջրային պարեկների հետ, միասին շատ արդյունավետ աշխատանք է իրականացվում։ Արդեն Սևանա լճի տարբեր հատվածներից հայտնաբերվել են քողարկված 1 տասնյակից ավել լողամիջոցներ, որոնք տեղափոխվել են հատուկ պահպանվող տարածք, եւ դրա շրջանակներում իրականացվում է վարույթ։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում ոստիկանության ծառայողների կողմից դեկտեմբերի 4-ից 8 ընկած ժամանակահատվածում ապօրինի ձկնորսության մի շարք դեպքեր են բացահայտվել։ Մասնավորապես Տավուշի մարզի պարեկները Սպիտակ քաղաքի բնակչի մեքենայում հայտնաբերել են ապօրինի որսած 210 սիգ։ Ապօրինի ձկնորսության դեպքեր են հայտնաբերել նաև ջրային պարեկները։ Սևան Մարտունի Գետապ ճանապարհին Նորատուզ գյուղի բնակչի մեքենայում հայտնաբերվել է 154, իսկ Սևան քաղաքի բնակչի մեքենայում 82 ապօրինի որսած սիգ։ Սևանա լճի ապագան կախված է այն հարստությունից, որը թաքնված է նրա խորքերում, եւ իրականացվող հսկողությունն ու արգելքները պարզապես վարչական գործողություններ չեն, այլ բնական ռեսուրսը պահպանելուն միտված քայլ։ Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն։ Ոստիկանությունը համագործակցելով այլ պատկան մարմինների հետ իրականացնելու է հետևողական հսկողություն։